Պաշտոնական տվյալների համաձայն 2020 թվականից սկսած ավելի քան 19,000 արցախցի ստիպված է եղել լքել Հայաստանը կայուն ապագա եւ ապրուստի միջոցներ գտնելու հույսով։ Հազարավոր ընտանիքներ միակնթարթում կորցրել են ամեն ինչ։ Փոքր հայրենիք, տուն, գործ, իրենց վաղվա օրը։ Շատերը չեն կարողանում աշխատանք գտնել։ Նրանց մասնագիտությունները հաճախ չեն համապատասխանում նոր իրականության պահանջներին։ Արդյունքում ամիսներ շարունակ աշխատանք փնտրելը դառնում է լուրջ մարտահրավեր, հանգեցնելով հուսալքության ու արտագաղթի։ Եկեք միասին կանգնենք մեր արցախցի հայրենակիցների կողքին։ Ես Օվսանան եմ, 3 երեխաների մայր, մասնագիտությամբ ուսուցչուհի։ Հայաստան տեղափոխվելուց հետո փորձել եմ աշխատանք փնտրել, բայց չեմ գտել։ Ես Տիգրան Մատինյան, այս պահին ընտանիքս 7 հոգուց է բաղկացած, փորձել եմ ինձ դրսևորել ու ձգտել մաքսիմում անեմ ամեն ինչ, որ կարողանամ համ ինձ, համ իմ ընտանիքը ապահովեմ։ Լուծումը ինքնազբաղվածության միջոցով արցախցիներին սեփական հայրենիքում արժանապատիվ ապրուստի հնարավորություն տալն է։ Այսօր Իննոբիզի բյուր կրթական հարթակում զրոյից բիզնես ստեղծել է սովորում 1400-ից ավել արցախցի, որոնց մեծ մասը երազում է իր սեփական գործը հիմնել հայրենիքում։ Պատերազմից հետո իմ պատկերացմամբ տեղահանված անձանց մոտ այսպիսի իրավիճակ է ստեղծվում՝ մի աշխարհից պիտի անցնես երկրորդ աշխարհ մի շատ նեղ թունելով, ու այդ թունելից անցումը շատ ավելի հեշտ է լինում, երբ որ ինչ-որ մեկը ձեռքդ բռնում է ու քեզ օգնում է, որ դուրս գաս այնտեղից։ Այս պարագայում Իննոբիզը շատերի ձեռքն է բռնել։ Արցախցիների բիզնես ստեղծելու եւ աշխատանքային հնարավորություններ ունենալու երազանքներն իրականացնելու համար Իննոբիզը սկսել է մեկ նվիրատվություն 150 ընտանիքի ապագա հայրենիքում դրամահավաքը։ Արշավի նպատակն է տեղահանված այն հայրենակիցներին, ովքեր սովորել են կամ անցել են դասընթացը եւ ունեն կենսունակ բիզնես գաղափարներ, տրամադրել մանր բիզնեսի մեկնարկային կապիտալ հայրենիքում նոր կյանք սկսելու եւ կայուն ապագա կերտելու համար։ Պետք է գիտակցենք, որ արցախցիները չեն կարողանում նույնիսկ մեծ ցանկության դեպքում եւ հնարավորության դեպքում չեն կարողանում վարկ ստանալ Հայաստանում, եւ սա եւս սահմանափակում է իրենց համար ֆինանսների հասանելիությունը։ Ունեն արդեն պատրաստի բիզնես մոդել, ունեն պատրաստի ֆինանսական մոդել, ունեն գիտելիքներ եւ ժամանակն է սկսելու իրենց բիզնեսը, բայց բիզնեսը սկսելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ունեմ հստակ բիզնես մոդել, ունեմ արդեն կարող եմ հասկանալ իմ վնասը, իմ շահույթը, ինձ ֆինանսա պետք, որպեսզի կարողանամ գնեմ իմ գործիքները, այսինքն ջեռոց, հարիչ, սառնարան։ Ունեմ արդեն պատրաստի բիզնես գտավ։ Այս պահին միակ բանը, որ ինձ խանգարում է, դա ֆինանսական գումարային խնդիրն է, որ ես կարողանամ իմ բիզնեսին սկիզբ դնել, հա։ Քո նվիրաբերությունը դառնալու է մեկնարկային կապիտալ, եւ մեկ ընտանիք դադարելու է մտածել արտագաղթի մասին։ Սա միանավակ օգնություն չէ, այլ մեկանգամյա ներդրում ուղղված երկարաժամկետ կայունության ապահովմանը։ Ես Արմեն Ասլանյանն եմ, քաղաք Ստեփանակերտից։ Արցախում ունեցել եմ, բայց քիչ քանակությամբ, ավելի շատ սիրողական էր, բայց հիմա որոշել եմ բռնեմ մեծ քանակությամբ, մտնեմ խոշոր բիզնես։ Սա մեծ պարգև էր մեր համար, որ այդ ծրագրով մասնակցեցի եւ դրա համար շնորհի օգնությամբ երկու կողը ստացանք։ 2021 թվականից Իննոբիզի կողմից գործարկվող մոդելը ապացուցում է իր բացառիկ արդյունավետությունը եւ Իննոբիզի օգնությամբ այսօր զրոյից բիզնես կառուցել է սովորում ավելի քան 1400 արցախցի։ Իսկ փոքր բիզնեսներ ստեղծած տեղահանված ընտանիքների թիվը արդեն հասնում է 150-ի։ Միասին կարող ենք կրկնապատկել այս արդյունքը։ Սովորեցի բյուրում, ներկայացրեցի բիզնես ծրագիր մեղվաբուծության մասին։ Գիտելիքները ունեմ, մնում է աչակցություն, որպես ձեռք բերեմ մեղվա ընտանիքները, նրանց հետո ես ինքնուրույն արդեն կհոգամ իմ ընտանիքի սոցիալական հարցերը։ Սկզբնական շրջանում ուզում եմ սկսել մանկական շոու ծառայությունից, իսկ հետո եթե հաջողության հասնեմ, ավելի ընդլայնեմ եւ ծավալվեմ այդ բնագավառում։ Վստահ կարող եմ ասել, որ եթե լուծվեց ֆինանսական միջոցները, կարող է լուծվել նաև մեր ընտանեկան, այսպես ասած, հոգսերը, կարիքները, այն ամենը, ինչ մտահոգում է ցանկացած արցախցու ընտանիքում։
Քո կատարած նվիրաբերությունը կտա արցախցի ընտանիքներին նոր հնարավորություն ապրելու եւ արժանապատիվ ապագա ունենալու հայրենիքում։ Միացիր մեզ որպես նվիրաբերող ցանկացած գումար նվիրաբերելու դեպքում։ Կայուն աջակից ամսական ֆիքսված գումար նվիրաբերելու դեպքում։ Բարերար, ով կֆինանսավորի մեկ բիզնես մինչև 1 միլիոն դրամ։ Քավոր, մեկ բիզնեսի բարերար եւ ուղեկից։ Ցանկացած ներդրում մեր հայրենակիցների կողմից լուծելու է ապագայի հարց, արցախցիների ապագայի հարցը։ Այս պարագայում մենք սկսում ենք 150 ընտանիքի համար դրամահավաք եւ հստակ կարող ենք ասել, որ դա փոխելու է 150 ընտանիքի ապագա։ Ես հույս ունեմ, որ լավ կլինի։